Հետաքրքիր է մի քանի պատկամ կար սրդումս, որոնց մասին մտածում էի Տերը երևի է սրան է առաջնորդելու, նրան է առաջնորդելու ու սկսեցի այդ պատկամների վրա աշխատել։ Շատ հիանալի գեղեցիկ պատկամներ ստացվեց, բայց հետո հոգումս ուրիշ բան զգացի։ Ու Սուրբ Հոգին տարավ լրիվ ուրիշ ուղղությամբ, որի մասին ուզում եմ խոսեմ ձեր հետ։ Պատկամի վերնագիրը համարձակ կանգնելն է։ Ու գիտեք, շատ անգամ, երբ որ ես մտածում եմ, մենք որպես քրիստոնյաներ, թշնամին ամենաառաջի հերթին մեզանից գողանում է մեր համարձակությունը։ Գողանում է հետևյալ բառերով, որ մենք չենք կարող, որ մեր մոտ չի ստացվի, որ դու դեռ թույլ ես, դու ծառայող չես, դու հովիվ չես, դեռ շատ ճանապարհ ունես անցնելու, ժողովրդական խոսքը ասում է դեռ շատ հաց ու պանիր ես ուտելու, այո, փորձառության մեջ մենք բոլորը շատ ճանապարհ ունենք անցնելու, բայց միևնույն ժամանակ այն հոգին, որ բնակված է մեր մեջ, ինքը զորությունների հոգին է, ինքը հաղթանակի հոգին է։ Ուզում եմ խոսքը սկսեմ երկրորդ Տիմոթեոս թղթի 1-7 համարից, որի մեջ Պողոս առաքյալը հետևյալն է հայտարարում. որովհետև Աստված մեզ երկճոտության հոգի չի տվել։ Ասա ես երկճոտության հոգի չունեմ։ Ես երկճոտության հոգի չունեմ։ Երկճոտության հոգին վախի ոգին է։ Երկճոտությունը վախն է, որը շատ անգամ թշնամին մեզ խաբում եւ կանգնեցնում է։ Ու հետաքրքիր մի բան, երկճոտությունը իրականում կա մեղավոր բնույթի մեջ, բայց Աստված չէ, որ տվել է։ Իսկ եթե Աստված չի տվել, մենք ուղղակի իրավունք եւ իշխանություն ունենք նրան մերժելու, հեռացնելու մեր կյանքից։ Գիտեք, շատ անգամ տեսել եմ, թեև շատ անգամ աղոթքների մեջ, երբ որ մենք աղոթում ենք վախի ոգու թեմ, այդ ոգին ամենավախկոտ ոգին է ու ինքը շատ արագ հեռանում է։ Բայց գիտեք, վախի ոգուն չեն հաղթում միայն իրա թեմ աղոթելով, հաղթում են համարձակությամբ կանգնելով, հաղթում են այն գիտակցությամբ, որ Տիրոջ հոգին, որ բնակված է մեր մեջ, ինքը զորության հոգի է։ Ու շարունակության մեջ Պողոս առաքյալը ասում է. այլ զորության, համարձակության եւ հավատքի հոգի։ Աստված մեր մեջ դրել է զորության հոգի։ Աստված մեր մեջ դրել է խոհեմության ու համարձակության հոգի։ Աստված մեր մեջ դրել է հավատքի հոգի։ Ու քանի որ մեր մեջ այդ զորության ու համարձակության հոգին է, այդ հավատքի հոգին է, մենք ամեն մեկս ունենք կարիք ընտրություն կատարելու։ Որն ես ընտրում դու։ Ապրել երկճոտության մեջ, թե ապրել համարձակության մեջ, ապրել անհավատության մեջ, թե ապրել հավատքի մեջ։ Սա մեր յուրաքանչյուրի ընտրությունն է։ Ու գիտեք, հիմնականում Աստծո խոսքից դուրս գալով մենք վստահ ենք, Սուրբ Հոգով լցված մարդը հաղթում է վախի ոգուն։ Երբ դու լցված ես Սուրբ Հոգով, այն հոգին, որը բնակված է քո մեջ, երբ որ դու անդադար լցվում ես այդ հոգով, երբ որ դու շարժվում ես այդ հոգով, երբ որ դու ավելի աղոթքի միջոցով մոտենում ես Աստծուն, որքան լցվում ես Սուրբ Հոգով, այնքան վախի ոգին պարտություն է գտնում քո կյանքի մեջ։ Ու դու այնքան իրավիճակների մեջ կանգնում ես անվախ ձևով ու կանգնում ես համարձակությամբ։ Հետաքրքիր մի խոսք, այս խոսքի հեղինակը Աստծո ծառաներից մեկն է, ինքը ասում է, եթե վախը մոտենում է, հարձակվիր վախի վրա։ Երբևէ զգացել ես, որ վախի ոգին մոտեցել է քեզ։ Գիտեք, այդ պահը որ պահն է, դու հարձակվելու ես այդ վախի վրա։ Ոչ թե նայելու ես ինքը եկել է եւ ինչ է առաջարկում քեզ, այլ դու ուղղակի հարձակվելու ես այդ ոգու վրա։ Վախի ոգի, ես կանգնում եմ Հիսուսի անունով։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ես կանգնելու եմ իմ ժառանգության մեջ։ Իմ մեջ բնակված հոգին զորությունների հոգի է։ Համաձայնեք, կարող եք արձագանքել։ Իմ մեջ բնակված հոգին զորությունների հոգին է։ Այո, Տեր, շնորհակալ եմ։ Վախը ոչ թե նահանջելու նշան է, այլ վախը նշան է, որովհետեւ մենք գործենք ու հարձակվենք։ Երբ որ գալիս է վախը, ուրեմն դու ճիշտ ճանապարհին ես։ Գիտեք, շատ անգամ շատ քրիստոնյաներ մտածում են, դե այո, այս բանը լավ է, բայց ներսումս անհանգստություն կա։ Աղոթում ես, ամեն առումով լավ է, տեսականորեն լավ է, դու բավարարված ես, դու օրհնված ես, բայց ներքուստ անհանգստություն կա, որովհետև կա երկճոտությունը, որը խառնում է քո ներաշխարը։ Արդյոք ճիշտ ես թե սխալ։
Գիտեք, մի բանի մեջ համոզվել եմ, ավել լավ է։ Միևնույն է, մենք որպես մարդիկ սխալվում ենք։ Երբևէ սխալվել ես վախի ազդեցության տակ։ Սխալվել ենք։ Եթե վախենալով սխալվելու եմ, ավել լավ է չվախենալով սխալվեմ, քան վախենալով։ Ավել լավ է համարձակվելով սխալվեմ, քան վախի մեջ սխալվեմ։ Պարզ է միտքս ինչ եմ ասում։ Միևնույն է, եթե սխալվելու եմ վախենալու հետևանքով, ինչու համար համարձակ քայլ չանելով սխալվեմ։ Անկամ եթե սխալվելու եմ, ավել լավ է, ոչ թե վախենալուց սխալվեմ, այլ համարձակ քայլ անելուց սխալվեմ, հետո կսովորեմ, բայց վախին թույլ չտամ իմ կյանքի մեջ գործելու։ Ու մենք տեսնում ենք իրականում Աստծո խոսքի հրաշալի պատկանները։ Նորից մի խոսք, որ ուզում եմ Կարստամ Սմիթ Վիգլսվորթն է ասում այս խոսքը, Աստված հաճույքով օգտագործում է համարձակներին։ Աստված հետաքրքիր ինքը ձևակերպում է տվել։ Աստված հաճույք է ստանում համարձակ մարդկանցից։ Մեկ-մեկ ես զգում եմ, երբ որ կանգնում եմ իր առաջ, երկինքը ուրախ է։ Մինչև այս խոսքը կարդալը մտածում եմ, ինչու համար շատ անգամ զգում եմ այդ ուրախությունը, հետո հասկացա, երբ որ կանգնում եմ իր առաջ, Աստված հաճույք է ստանում, որովհետև չեմ վախենում ամենալավագույնը խնդրել Իրանից։ Չեմ վախենում Իրանից հենց Իրան ուզել։ Իրան ամբողջովին ուզել, ամբողջովին փափագելով։ Այո, Աստված իմ ամբողջովին քեզ եմ ուզում։ Երկնքում հաստատված գահը թող հաստատվի հենց իմ կյանքի մեջ։ Գիտեք, ես չգիտեմ տեսականորեն ինչպես է լինելու, բայց ես ամբողջովին Իրան եմ ուզում։ Անկամ մեր աղոթքները շատ անգամ պարուրված են վախով։ Շատ քրիստոնյաների աղոթքի շարժառիթը հենց երկճոտությունն է։ Շատ անգամ մենք աղոթում ենք, որովհետև վախենում ենք։ Փոխարենը աղոթենք, որովհետև սիրում ենք, աղոթենք, որովհետև նա մեր Աստվածն է, աղոթենք, որովհետև համարձակությամբ ենք կանգնելու նրա գահի առաջ։ Շատ անգամ մենք աղոթում ենք, որովհետև վախենում ենք։ Տեր, խնդրում եմ պահիր էլի, Տեր, խնդրում եմ պաշտպանիր էլի։ Ուզում եմ քեզ վստահեցնեմ, Հիսուսը քո հետ է։ Որքան պետք է դու ապրելու ես, ինքը կպահի ու կպաշտպանի։ Մի վախից տրտված աղոթի, Տեր, շնորհակալ եմ, որ դու իմ Աստվածն ես։ Շնորհակալ եմ, որ դու ինձ պահում ես։ Շնորհակալ եմ, որ մավան շուքի ծորի մեջ էլ դու իմ համար խոստում ունես, իմ հետ լինելու եւ ինձ պահելու համար։ Տեր, ես շնորհակալ եմ այդ ամենի համար։ Բայց երբ որ մենք աղոթում ենք վախի ազդեցության տակ, շատ անգամ ինչու համար մարդիկ իրանք չեն կարողանում երկար աղոթքի մեջ մնալ կամ մտնել Աստծո ներկայության մեջ ավելի ու ավելի, որովհետև շարժառիթները տարբեր են։ Մի պահ շարժառիթը վախն է, հետևյալ պահին շարժառիթը իր ունեցած անհանգստությունն է, իր ունեցած կարիքն է։ Երբ որ դու աղոթում ես ճիշտ շարժառիթով, դու անընդհատ գնում ես աղոթքի մեջ, որովհետև այդ աղոթքի հոգու մեջ լինելով դու ունենում ես քո անձնական կյանքի մեջ զորավոր ճեղքում, ունենում ես քո անձնական կյանքի մեջ օրհնություն։ Եփեսացիների թղթի մեջ Պողոս առաքյալը ասում է. դրա համար Աստծո սպառազինությունը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով հաստատուն կանգնել։ Գիտեք, առաքյալը խորհուրդ է տալիս, ես չեմ ուզում խոսել սպառազինության մասին, բայց ինքը խորհուրդ է տալիս Աստծո սպառազինությամբ դեմ կեցեք չարության օրը եւ հետո հաստատուն կանգնեք։ Գիտեք, այս խոսքը ինչ է սովորեցնում ինձ։ Պատերազմի մեջ ես չեմ պարտվելու, որովհետև հետո հաստատուն կանգնելու եմ։ Ինչու համար, որովհետև Աստծո սպառազինությունը ունեմ։ Պատերազմի մեջ, խնդիրների ու դժվարությունների մեջ մտնել դուրս գալուց հետո իմ համար կա երաշխիք հաստատուն կանգնելու։ Ու այդ պատճառով առաքյալը ասում է՝ մդար, փորձություն էր, դժվար էր, անծար, տարիներ գուցե տևեց, 1 տարի, 2 տարի, ինչ որ մի հատ իրավիճակ, հետո համարձակությամբ, հաստատությունով ուղղակի կանգնի նրա ներկայության առաջ։ Հայ, շնորհակալ եմ, որ անց ես կացրել։ Շնորհակալ եմ, որ մինչև հիմա իմ հետ ես եղել։ Քանիսիդ հետ է մինչև հիմա Աստված եղել։ Գիտեք, սա քաջալերում է մեզ, սա համարձակություն է տալիս մեզ։ Անկամ մավան շուքի ծորի մեջ նա մեր հետ է եղել, ու սա շատ զորավոր ու հզոր բան է, ու այդ պատճառով ես շարունակելու եմ հաստատուն կերպով կանգնել, շարունակելու եմ համարձակությամբ կանգնել։ Համարձակության արմատը Աստծո ներկայության գիտակցումն է կամ Աստծո ներկայության մեջ ապրելն է։ Որտեղից է գալիս մեր մեջ համարձակությունը։ Երբ որ մենք նրա ներկայության մեջ ենք, մենք համարձակ ենք։
Երբ որ մենք նրա ներկայությունը վայելում ենք, մեր մեջ գալիս է այդ խիզախությունն ու համարձակությունը։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքին, մենք տեսնում ենք Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը, որոնց մասին չեմ ուզում կարդամ, բայց որպես օրինակ հիշեցնեմ։ Իրանք ասում են, անգամ եթե մեր Աստվածը չազատի մեզ, մենք չենք երկրպագելու։ Սա համարձակություն է։ Անգամ եթե չազատի մեզ, շատ անգամ այո, գուցե ունես դժվարություն, որի մասին մտածում ես, այս դժվարությունը, գուցե ուղղակի ինքը մնա կամ խնդիր է, կամ շուտ չանցնի, կամ այս դժվարությունից ես չազատվեմ, միևնույն է, մի երկրպագիր վախի կողքին։ Միևնույն է, անգամ եթե չազատվես, մի երկրպագի։ Անգամ եթե չազատվես, անգամ եթե կյանքիդ վերջի օրն ես ապրում, երբեք ու երբեք մի երկրպագիր վախի կողքին։ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը հենց այդ համարձակությամբ կանգնան։ Գիտեք, շատ անգամ շատ մարդիկ իրանց հոգևոր կյանքի ողջ ընթացքի մեջ շարունակաբար որոշում կայացնելու ժամանակ վախեցել են, որոշում կայացնելու ժամանակ զգուշավորություն են իբր թե ցուցադրել։ Վայ չանենք, ավել լավ է ոչինչ չանենք, ավել լավ է ոչինչ չանենք, չսխալվենք, դե որքան քիչ բան անենք, այնքան քիչ կսխալվենք։ Իսկ եթե ես հարցում ես սխալվեմ, այո, կարող ես ինքդ քեզ շատ հարցեր տալ, կարող ես գնել կարողեների հետևից ու ոչինչ չանել, բայց ոչինչ չանելը քեզ ոչ միտեղ չի տանի։ Ոչինչ չանելը քեզ ոչ միտեղ չի տանի։ Ավել լավ է որոշես եւ կանգնես համարձակությամբ։ Ավել լավ է վստահես Տիրոջը ու քայլ անես աներևույթի մեջ, չտեսածդ բաների մեջ, հավատքով ուղղակի քայլ անես։ Հենց սա է հավատքի կյանքը։ Հենց սա է համարձակությունը, որը Տերը դնում է մեր սրտերի մեջ։ Հիշում եմ մի աղոթք է դաշկիրը մեր առավոտվա աղոթներից մեկի ժամանակ ուղղակի հիշեցի այդ տեսիլքը վերաբրումը, որը ունեցել եմ։ Գիտեք, հետաքրքիր ձևով ես տեսա մի կամուրջ։ Այդ կամուրջը ինքը փայդա կամուրջ էր, ինքը այդքան էլ վստահելի պիտոնե կամուրջ չէր։ Ինքը շարժվում էր, ուղղակի կային փայդեր, որոնց վրա ես իմ ոտքս տնելու էի անցնելու համար։ Ու գիտեք, ամենասարսափելին որն էր։ Իհարկե ես չէի սարսափում, բայց այդ կամուրջի երկու կողմն էլ ոչինչ չտեսա։ Ոչինչ չկար երկու կողմը։ Ինքը ոչինչի վրա հենված չէր, ինքը ուղղակի կամուրջ էր իմ առաջ դրված։ Ու այդ արկիր մի հատ զգացողություն էր ներսումս, որ Սուրբ Հոգին ասում էր. կհամարձակվես ոտքդ տնես։ Կներեք, բայց ես մի քիչ խենթ եմ, ասացի այո Տեր, կտնեմ ոտքս։ Այն ինչ դու ես առաջարկում, երևույթ պետք չէ։ Կհամարձակվեմ ոտքս տնեմ։ Գիտեք, երևույթային առումով տեսականորեն կամուրջ, որը ոչ մի բանի վրա հենված չէ, կամուրջ, որը ինքը ճոճվող ու խալխուլ է, բայց Աստված ուզում է մենք հավատքով առաջ շարժվենք, հենց սա է հավատքը, որովհետև հավատքը չերևացած բաների աբացույցն է, հենց մենք այդ չերևացած բաները աբացուցում ենք մեր հավատքի քայլով, որ ավելի քան իրական է, քան երկրային որևէ բան, ու սա է համարձակության դիրքը։ Ու Աստված մեզ կանչել է համարձակությամբ առաջ շարժվելու համար, որքան մենք երկճոտության մեջ մնանք, այնքան ավելի մեր կյանքերը կգնա սխալ ուղղությամբ։ Ինչու համար շատ անգամ, եթե ամեն մեկը անկեղծորեն նայեք ձեր կյանքին, այն օրերին, որի մեջ ուղղակի կորցրել եք, որի մեջ տարիները անցել են, ինչ որ իրավիճակներ անցել են, բաստողումներ եք ունեցել, երբևէ եղել է ձեր այդ նման բան, թե մենակ իմ հետ է եղել։ Իմ կարծիքով որպես մարդիկ լինում է շատերի հետ, գուցե շատերը դա ավելի սուրբ եք, քան մնացած մեղավորներս, որ նման բան է պատահել, բայց գիտես, եթե իրականում ուշադրություն դարձնես, կտեսնես մի բան, կորցրել ես, որովհետև վախեցել ես, կանգնել ես, որովհետև վախեցել ես, ժամանակը դանցել է, որովհետև այն պահին, որի մեջ դու վճռական որոշում էիր անելու, հավատքով քայլելու, համարձակությամբ կանգնելու, հենց այդ պահին երկճոտությունը եկել է քո կյանքի մեջ ու դու ավելնորդ զգուշավորություն ես ցուցաբերել։ Ես ասում եմ ավելնորդ, որովհետև զգուշավորությունը կարևոր է, բայց զգուշավորությունը պետք չէ որ սնվի վախից, զգուշավորությունը նշան է, ազդակ է, որը Սուրբ Հոգին բերում է մեր կյանքի մեջ։ Թեև շատ մարդիկ իրանք մտածում են, չէ, իրանց կանգառը աշտարացված է, չէ, իրանք հատուկ զգացել են, չէ, այս լրիվ ուրիշ բան է, այս ամեն ինչը հոգուց է։ Ուզում եմ հարցնեմ, եթե աշտարացված է, ինչու համար ես կորցրել։
Եթե աշտարացված է, ինչու համար հիմա քո ունեցած դիշկը ավելի վերը, ավելի բարձրը չէ, ինչու համար ավելի քո կոչումը չէ, ինչու համար ավելի այնտեղ չես, որի համար Տերը քեզ կանչել է, եթե աշտարացված է ու Աստծո հոգուց է, դու լինելու ես ավելի զորավոր ընթացքի մեջ, լինելու ես քո կոչմանդ մեջ, լինելու ես ծառայողական դիրքի մեջ, բայց երբ որ կանգնել ես, երկճոտությունը քեզ կանգնեցրել է։ Գիտեք, մի կարևոր բան եմ ուզում ասեմ, որի մասին ես երեկվանից սկսել եմ մտածել ու որքան մտածում եմ, այնքան Սուրբ Հոգին բացում է իմ ներսում։ Ծառայողներն ու հովիվները, իրանք կարծես թե խաշմերուկի մեջ լուսամփոփի գործ են անում։ Իրանք ուղղակի զգուշացնում են, հիմա ժամանակն է կանգնելու, ժամանակն է զգուշանալու, ժամանակն է գնալու։ Ու շատ մարդիկ երբ որ գալիս են, օրինակի համար Հովովը ասում է, չէ, սպանը մի արա, ժամանակը չէ դրա, դա կարմիր լույսն է։ Գիտեք, շատ անգամ մենք մարդիկ ինչ ենք անում։ Ձեզանից ով կա ձեր մեջ վարորդ։ Լավ վարորդ։ Վստահ եմ ձեր մեջ լավ վարորդներ կան։ Շատ լավ վարորդներ կան։ Գիտեք, ձեզ ուզում եմ հետևյալը ասեմ։ Երբ որ ձեր առաջ կարմիր լույս է վառվում, դուք ասում եք գնամ, աղոթեմ, նայեմ, հնազանդվեմ, թե անցնեմ։ Եթե կարմիր լույս եք ագնելու ես, ամեն համաձայն եք վարորդներ։ Եթե տեղին ես, զգուշանալու ես։ Շատ անգամ եկեղեցու կաշկը, սկզբունքները, հովիվը, ծառայողը ձեր առաջ կանաչ լույս է վառվում։ Դու մտածում ես, գնամ աղոթեմ, մտածեմ, նայեմ Աստծո կամքն է թե չէ։ Կարմիր լույս է վառված։ Հələ գնամ մի հատ աղոթեմ, տեսնեմ Աստծո կամքն է թե չէ։ Գիտեք, մեր սխալ մոդեցումը մեզ ոչ միտեղ չի տանի։ Մեր սխալ մոդեցումը մեզ ոչ միտեղ չի տանի։ Բայց Աստծո կամքն է, որպես մենք գիտակցենք ժամերն ու ժամանակները ու լինենք այն աստվածային դիրքի մեջ, որի մեջ կհասկանանք, պահն է համարձակ առաջ գնալու։ Այսօր ամեն մեկիդ ես քաջալերում եմ հետևյալի մեջ, մի քվախեցեք, կանգնեք համարձակությամբ։ Հիսուսը Հովանո ավետարան 16-րդ գլխի մեջ հետևյալն է ասում, 16-33-րդ համարը, իմ ամենասիրած համարներից մեկն է։ Այս բաները խոսեցի ձեր հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Գիտեք, մի հատ զորավոր պատկամ, նեղություն լինելու է, դժվարություն լինելու է, խնդիրներ լինելու են, բայց մենք ունենք մեր փրկչից մի հատ պատկամ, քաջասիրտ եղի, ոչ թե դժվարության մեջ երկճոտությանը տեղ տուր, երբևէ որևէ մեկս հիվանդանալու ենք, այո, հիվանդություն լինելու է, դժվարություն առաջ կանգնելու ենք ընտանեկան, եկեղեցական, տարբեր հարցերի մեջ, այո, լինելու է, բայց Հիսուսը ասում է քաջասիրտ եղի, ոչ թե այդ վիճակի մեջ տրվի երկճոտությանը, ոչ թե այդ վիճակի մեջ մտածի ինչ ես անելու, երևի դու կործանվար, երևի չհաջողվես, ինչ է լինելու ես խնդիրը, այլ քաջասիրտ եղի։ Գիտեք, ձեզանից շատերի երեխաները գուցե այսօր Աստծո տան մեջ չեն ու չեն էլ ուզում լինել։ Դժվար է։ Շարունակեք իրանց համար աղոթել ու քաջասիրտ լինել։ Շարունակեք համարձակությամբ հռչակում անել իրանց կյանքի մեջ, որովհետև դուք որպես ծնողներ, հայրեր ու մայրեր իրավունք եւ իշխանություն ունեք իրանց կյանքի վրա։ Շարունակեք ձեր գործը անել քաջությամբ, երբեք իրանց չզիջելով թշնամուն, այլ փոխարենը հայտարարելով. ես եւ իմ տունս Աստծուն պիտի ծառայենք։ Իմ երեխաները լինելու են Տիրոջ տան մեջ։ Սատանա, ես քեզ չեմ տալիս եւ ոչ մեկին, իրանք լինելու են Աստծո կամքի մեջ, իրանք հնազանդվելու են Տիրոջը, սա է քաջասրտությունը։ Գիտես, քաջությունն ու համարձակությունը իր մեջ գործ է ներառում։ Մարդ ինքը չի կարող ասել, դե չէ, ես քաջ եմ, ես ուժեղ եմ, ես համարձակ եմ, բայց տունը գալիս կողոպտում տանում են, երեխեքին տարել են անավադության մեջ, սխալի մեջ, անաստվածային բաների մեջ, չէ, ես գիտեք ինչքան ուժեղ եմ, ամբողջ թաղը ինձանից թողում է, իմ մասին չգիտեք, հələ գնացեք հարցրեք, թշնամին կողոպտում է քեզ, հարստարում է քեզ, գողանում է քո զավակներին, չէ, ես քաջ եմ, ես ուժեղ եմ, դատարիր ինքդ քեզ խաբելուց։ Քաջությունն ու համարձակությունը հետևյալ է նշանակում, կանգնել ու ասել այլևս ոչ Հիսուսի անունով, այլևս ոչ Հիսուսի անունով։ Գիտեք, ամեն մեկը դունեք իրավունք եւ իշխանություն ձեր ընտանիքի անդամների վրա։ Իմ ընտանիքի անդամը լինելու է Տիրոջ տան մեջ։
Ես հասնելու եմ դրան, աղոթելու եմ այնքան, մինչև ինքը իմ հետ կպաշտի իմ Աստծուն, մինչև ինքը դուրս կգա այդ սխալ վիճակից, ես կանգնելու եմ Հիսուսի անունով։ Սա է համարձակությունն ու քաջասրտությունը։ Այո, նեղություն կա, բայց նեղությունը մեր պարտության համար չէ, հակառակը մեր ավելի ու ավելի հաղթանակներ կերտելու համար է։ Ու Աստծո մոտեցումը իրականում հենց դա է։ Մեկ ուրիշ համար, որ ուզում եմ կարդամ, Եբրայեցիների թղթի 4 գլուխ 16-րդ խոսքը, ալելույա, հրաշալի մի համար, հրաշալի մի համար, որ իրականում իմ կյանքի վրա շատ ազդեցություն է ունեցել։ Ուրեմն, նրա շնորհի ատորին համարձակությամբ մոտենանք։ Առաքյալը, որի հեղինակը անհայտ է, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, թե Եբրայեցիների թղթի հեղինակը ով է։ Իմ համար միևնույն է ով է, որովհետև Սուրբ Հոգին է հեղինակը։ Ուրեմն նրա շնորհի ատորին համարձակությամբ մոտեցեք։ Շատ հստակ է պատկամը, երբ որ կանգնում ես Աստծո առաջ, մի կանգնիր ողորմություն խնդրելու համար, կանգնիր օրհնություն վերցնելու համար, կանգնիր որպես որդի քո ժառանգության իրավունքը վերցնելու համար, կանգնիր զորություն վերցնես, որպես այն իշխանությունը, որը Տերը տվել է քեզ, կանգնես այդ իշխանությամբ գործելու համար։ Շատ անգամ մենք Աստծուց խնդրում ենք այն, ինչը արդեն տրված է մեզ։ Մովսեսի օրինակը շատ հրաշալի էր։ Մովսեսը ասում է, Տեր, ինչ եմ անելու։ Թշնամին հետևից է գալիս։ Փարավոնը մեզ հասավ կոտորելու է։ 600,000 մարդ, անասուններ, բոլորը բնաջինջ են լինելու։ Փարավոնը մեզ հասավ կոտորվելու ենք։ Ինքը գիտեր Աստված իրանց վահանն ու ասպարն է, բայց ինքը ասում էր, Տեր, ո՞րն է ճանապարհը։ Աստծո պատասխանը շատ զորավոր է։ Աստված ասում է, ինչու համար ես ինձ ասում։ Գիտես, կարծես թե Աստված ընդհանրապես կապ չուներ Իսրայելին Եգիպտոսից հանելու հետ։ Ինչու համար ես ինձ ասում։ Շատ անգամ այո, նույն պատասխանը մեր համար է։ Աստված արդեն իսկ տվել է, Աստված Մովսեսին տվել էր իշխանության գավազան։ Փոխարենը ինձ դիմելու պահիր քո գավազանը ծովի վրա, պահիր անհնարին թվացող ճանապարհի վրա եւ ուղղակի խոսիր այդ ծովի վրա։ Գիտեք, ամենակարևոր բաներից մեկը ո՞րն է։ Մենք շատ անգամ փնտրում ենք ճանապարհներ, որոնք հնարավոր են։ Մենք շատ անգամ փնտրում ենք ճանապարհներ, որոնց հասնելու աստիճան ու կամուրջ կա, ու մտածում ենք հենց այդ է օրհնությունը։ Գուցե Մովսեսը մտածում էր, Երանի փարավոնին մի հատ թշնամի ազգ լիներ, գային, հասնեին, իրանց կոտորեին, մենք վերջացնեինք, գնայինք ավարը հավաքեինք, Երանի էս կրակը, որը պարիսպ է մեր մեջ, Աստված ուղղակի երկնքից իրանց հարվածեր, ոչնչացներ, բայց ոչ, Աստված ուղղակի ասաց, գավազանը դու ուղղիր ծովի վրա, ու Մովսեսը կատարեց։ Գիտեք, մեր կյանքի մեջ համարձակությունը գործողություն է։ Ես չեմ խոսում են հավատքի մասին, մենք շատ անգամ ասում ենք, դե չէ, Տերը գիտե իմ սիրտը, ես հավատում եմ։ Հավատքը ինքը կյանք է, հավատքը ինքը շարժում է։ Դու չես կարող հավատալ ու հանգիստ նստել։ Դու չես կարող հավատալ ու հիվանդը մեռնի, թե ասես, երևի ժամանակը հասել էր։ Ժողովող գրքի հեղինակը ասում է, ամեն բան իր ժամանակը ունի։ Այո, գուցե ժամանակը հասել էր մահանալու, բայց գոնեմ վգայից փրկվեր։ Չէ, թե ես հավատում եմ, Տիրոջ հոգին չառաջնորդեց ինձ վգայելու համար։ Սա մեռած հավատք է։ Հավատքը շարժվում է, հավատքը գործնական է, հավատքը չի վախենում քայլ անելուց, հավատքը չի վախենում հռչակելու Աստծո կամքը, հավատքը չի վախենում որոշելու եւ կանգնելու համար։ Գիտեք, շատ անգամ ամենամեծ խնդիրը, որը կա հետեւյալն է, մենք որոշումների մեջ թույլ ենք, դե մի օր կանեմ, դե մի օր կանեմ, չէ, մի օր հաստատ կանգնելու եմ, չէ, Տերը վգա է, ես մի օր հաստատ ծառայելու եմ։ Աստված գիտե իմ սիրտը, որ ես իշքան եմ ուզում իրան ծառայել, չէ, հաստատ մի օր լինելու է։ Սա հավատք չէ, սա հավատք չէ։ Գիտեք ինչ է հավատքը։ Հավատքը, իրական կենտանի հավատքը, համարձակությունը քեզ մղում է հետևյալի, իսկ ինչու ոչ հիմա։ Իսկ ինչու ոչ հիմա։ Իսկ ինչու ոչ ես։ Շատ անգամ մենք մտածում ենք, թե թող արթնություն թող լինի, աղոթք մարդիկ շատ անեն, էս լինի, այն լինի, հրաշներ լինի։ Գիտեք, մեկը կա, մի հատ զորություն բերի, մի հատ օծություն բերի, հետո այդ օծությունը մնա, հետո այդ օծության մեջ մենք շարժվենք։ Գիտեք, շատ հեքիաթային զորավոր բաներ է, բայց ուզում եմ հարցնեմ, այն հոգին, որ այդ մեկերի մեջ է, նաև քո մեջ է։
Այն հոգին, որ այդ մեկերի մեջ է, նաև քո մեջ է։ Իսկ ինչու ոչ դու, իսկ ինչու ոչ հիմա, իսկ ինչու ոչ այսօր, իսկ ինչու հիմա չորոշեմ, իսկ ինչու հմիգվանից չծառայեմ։ Գիտեք, հավատքը, համարձակությունը ինքը անմիջապես գործողության է վերածում։ Ինչ որ բան մենք սկսում ենք անել, ինչ որ բանի մեջ մենք սկսում ենք գնալ, որովհետև հավատքը ուղղակի շարժում է մեզ։ Ու առաքյալը ինքը ասում է, անգամ շնորհածատորին համարձակությամբ մոտեցեք։ Ոչ թե մոտեցեք, Տեր, ինչ կլինի, ես կներեք, բայց այս օրինակը էլի պատմեմ, թե վստահ եմ պատմել եմ։ Ես հիշում եմ, երբ որ 2-3 տարվա քրիստոնյա էի, կյանքս չորության մեջ էր։ Ես աղոթում էի, բայց դադարգություն կար։ Աղոթում էի, բայց չէի օրհնվում։ Գիտեք, ու շատ էլ աղոթում էի։ Տիրոջից խնդրում էի ամեն անգամ ողորմություն, ամեն անգամ ներում, ամեն անգամ խնդրում էի իր շնորհքը, իր սերը, երբեք ինձանից չկտրի, ու շատ էի աղոթում, իրականում շատ էի աղոթում, բայց գնում էի չորության մեջ։ Գիտեք, ես հիմա հասկանում եմ, ինչու համար են մարդիկ շատ աղոթում ու իրանց կյանքը չի փոխվում։ Հետո հեշտական աղոթքից հիասթափված, ծնկների վրա աղոթելուց հիասթափված վեր կացա ու ասեցի, Տեր Աստված, ես քեզ կանչում եմ, դու չկաս։ Ես աղոթում եմ, չկա ներկայություն։ Ես աղոթում եմ, կյանքս չի փոխվում։ Որն է պատճառը։ Այն ամենախորը խոնարհությամբ գալիս եմ քո առաջ։ Տեր, ես մեղավոր եմ, ներիր ինձ։ Տեր, ես անարժան եմ, ողորմություն արա ինձ։ Տեր, թող փրկվեմ, ինչպես կփրկվեմ։ Մի հատ ողորմության կատիլ թող լինի իմ համար։ Այն ամենախորը խեղճ վիճակով խոնարհությամբ աղոթում էի, ոչինչ չէր փոխվում։ Հանկարծ Սուրբ Հոգին մտքիս մեջ բան բերեց։ Դու Աստծո որդի ես։ Դու Աստծո որդի ես։ Դու Աստծո որդի ես։ Եթե Աստծո որդի ես, ոչ միայն ողորմության համար ես։ Գիտեք, ես շատ բաներ էի լսել համարձակության մասին, Աստծո խոսքից եւ այլն, որոշեցի աղոթել նորից։ Ծնկեի գա Աստծո առաջ, ասեցի, հայ, շնորհակալ եմ, որ դու իմ Աստվածն ես։ Շնորհակալ եմ, որ դու ինձ ներես, սրբե եւ մաքրել ես ամեն մեղքերից։ Շնորհակալ եմ, որ դու ինձ կանչել ես զորացնելու, օրհնելու համար, կանչել ես բարձրացնելու համար, քո ծառան դարձնելու համար։ Ես սկսեցի աղոթել ու Տիրոջ զորությունն եկավ իմ վրա։ Ես սկսեցի վայելել, արդեն երկար ժամանակ, ամիսներ, ես նման վայելք չէի ունեցել։ Հետո ես երբ որ վեր կացա, այս երկու տեսակի աղոթքը դրեցի իրար կողք ու հասկացա մի բան։ Աստված այնտեղ է, որտեղ դու իրան մոտենում ես իր խոսքի համաձայն։ Աստված կրոնի մեջ չէ, Աստված դատապարտության մեջ չէ, Աստված կեղծ խոնարհության ու խեղճության մեջ չէ, Աստված իր կամքի մեջ է, երբ որ համարձակությամբ դու կանգնում ես։ Ու գիտեք, այդ աղոթքը փոխեց իմ կյանքը։ Դրանից հետո, երբ որ կանգնում էի Տիրոջ առաջ, հատկապես այս խոսքը նորից ու նորից ինձ քաջալերել է, հայր, ես եկա քո ներկայության առաջ։ Աստված իմ քո զավակը կանչում է քեզ։ Ամենակալ Աստված, շնորհակալ եմ, որ քո հայացքը, քո կենտրոնացումը հենց հիմա քո զավակի վրա է։ Այն զավակի ում համար Հիսուսը խաչն է բարձրացել։ Գիտեք, փոխվեց իմ կյանքը։ Ինչու համար, որովհետև ես համարձակությամբ սկսեցի մոտենալ։ Համարձակությամբ սկսեցի մոտենալ ու տեսա Աստված ինքը հաճենում է այս աղոթքը։ Նույնը մեր գործողությունների մեջ։ Շնորհածատորին մենք ունենք կարիք համարձակությամբ մոտենալու, որբեսի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեժամին։ Ողորմությունն ու շնորհքը համարձակությամբ գահին մոտենալու արդյունք է։ Ողորմությունն ու շնորհքը, հրաշքն ու բժշկությունը, բարձրությունը, արթնությունը երբեք ու երբեք չի գա մեր տգարության ու խեղճության մեջ։ Կգա այն ժամանակ, երբ մենք համարձակ ենք Տիրոջ առաջ, երբ մենք կանգնում ենք եւ նրա խոսքի համաձայն ուղղակի ասում ենք. այո, Հայր, ես համաձայն եմ եւ ես քեզանից վերջի անձրևներն եմ խնդրում։ Այո, Հայր, ես համաձայն եմ եւ ես ընդունում եմ, որ իմ երեխաները լինելու են փրկված։ Իմ ընտանիքի անդամները ապաշխարելու են Հիսուսի անունով։ Ինչու համար, որովհետեւ ես խրամատ եմ շինե եւ քո խոսքի համաձայն կանգնել եմ այդ խրամատում աղոթքով եւ ասում եմ. թող լինի Հիսուսի անունով։ Ու Սուրբ Հոգին այդ ժամանակ սկսի շարժվել։ Սուրբ Հոգին կշարժվեն ժամանակ, երբ որ մենք համարձակությամբ կանգնում ենք շնորհասկայի առաջ, երբ որ մենք կանգնում ենք իրենից վերցնելու այն օրհնությունը, որի կարիքը իրականում ունենք։
Գիտեք Մովսեսի կյանքի մեջ որոշակի օրինակ բերեցի, բայց Ելից 33-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք 12-13 համարները, 18 համարները, մենք տեսնում ենք Մովսեսի համարձակությունը Տիրոջ առաջ։ Տեր, ասեցիր ես ժողովրդին հան, ես էլ հանել եմ, արի մեր հետ, Տեր ինձ ցույց տուր քո փառքը, Տեր էս բաները արա, չէ Տեր, եթե մեր հետ չկաս, ես չեմ գնա։ Գիտեք, սրանք համարձակ մարդու զրույցներ են։ Ինքը չէր ասում, վայ Տեր, ինչ կլի, լավ էլի ինձ հետ էլ գործ չունես։ Սկզբից ասել էր, հետո հասկացավ, որ ոչ Տերը իրան ընտրել է։ Գիտեք, մի բան եմ ուզում քեզ ասեմ։ Աստված քեզ ընտրել է։ Եվ Աստված քեզ բաց չի թողնելու։ Եթե բաց չի թողնելու, ավելի լավ է իր կամքի համաձայն ապրի, ոչ թե վախեցած ապրի։ Գիտեք, Սատանան սա շատ խորապես գիտե։ Ինքը գիտի, մենք ընտրված ենք, մենք կանչված ենք հաղթող լինելու համար, մենք կանչված ենք օրհնությունների համար, ինքը այլևս մեզ չի կարող խլել Աստծո ձեռքից, բայց գալիս է կրոնն ու վախը։ Փրկված ես, ոչինչ, այսպես էլ մնա, ոչինչ մի արա, ինչ գործ ունես, մի քարոզի ավետարանը, մի խոսա այն մասին, որ Աստված այսօր էլ կբժշկի, մի խոսա արթնության մասին, մի աղոթի արթնության համար, քո համար փրկված ես, փրկվի, թշնամին գիտի այլևս քեզ հետ չի կարող վերցնել, բայց ինքը օգտագործում է ուրիշ մեթոդ, ոչինչ մի արա։ Դե լավ է, փառք Աստծու։ Մեկ ուրիշ բան որ բերում է, սկսի գնահատական տալ եկեղեցիներին։ Այս եկեղեցին լավը չէ, այն հովիվը այսպես է խոսում։ Այդ քարոզի մեջ գիտես որ կան սխալ կարող են բռնել։ Գիտեք, անկեղծ ասեմ, իմ քարոզների մեջ սխալներ կան, բայց դու կանչված չես սխալները բռնելու համար։ Դու կանչված ես օրհնությունը վերցնելու համար։ Ես այդ կերպ եմ մտածում։ Հնարավոր է ես պայտակ մի բան սխալ ասեմ, մի բան սխալ ասեմ։ Եթե դու գնաս այդ սխալների հետևից, վերջում անգում կունենաս։ Դու կանչված ես ճշմարտության հետևից գնալու համար։ Թշնամին գցում է այդ ոսկորը, դե այդ ոսկորով զբաղվի, անուն տիր, սրան անուն տիր, նրան անուն տիր, այս եկեղեցին, այն եկեղեցին, ժամանակը թող անցնի, ոչ մի եկեղեցի էլ մի գնա, դու եւ քո տունը քեզնից լավ հավատացյալ չկա, ամեն իրգուն հավաքվեք ընտանիքով աղոթեք, գիտեք որ կան մարդկանց գիտեմ նման կերպ են վարվել, առաջի շաբաթը աղոթել են, առաջի մի ամիսը աղոթել են, հետո երեխաներին աստիճանաբար սկսել են տուրը տալ, չեն եկել, ժամանակ չունեն, չեն կարող, եկեղեցական կյանքից սառել են, այո, հենց ծնողների սխալ որոշման պատճառով, իրանց մեջ եղած դադի պատճառով, անուն տնելու պատճառով, այս մեկը վատ է, այն մեկը վատ է, այս մեկը հարմար չէ, դե ուր է, եթե ճիշտ եկեղեցի լինի կգնամ էլի, այ եթե ճիշտ մարդ լինես, անպայման ճիշտ եկեղեցի կլինի, որովհետև յուրաքանչյուր եկեղեցի իր ամբողջ թերություններով հանդերձ Քրիստոսի մարմնի մասն է, Քրիստոսի մարմնի մասն է, ու եթե դու անկեղծ լինես Տիրոջ առաջ, դու կգտնես քո տեղը։ Իհարկե նման համարձակ ուղիղ որ խոսում եմ, մի բան էլ մտքովս անցավ, որ նկատել եմ, մարդիկ չեն սիրում ուղիղ խոսել։ Այ ինձ հասկացրա, ես կթվացնեմ, թե չեմ հասկացել։ Հերվից արի մի քիչ, երբ որ մարդուն ուղ ասում ես, լսի այս բանը անհնազանդություն է, ապաշխարելու ես, նեղվում է, հիասթափվում է, ինչու համար ասացիր, ինքը հստակ իմացավ որն է իր մեղքը, այ եթե հերվից գայր, այ եթե մի քիչ շրջանցեիր, այ եթե ագնարգեիր, ես իրավունք ունենայի ինձ անհասկացողի տեղ տնել եւ չընդունել, որ ես անհնազանդ եմ, բայց այ երբ որ ասում ես, արդեն հագարակվելու եմ։ Գիտեք, ուղիղ խոսքը կարևոր է համարձակության համար։ Ուղիղ խոսքը կարևոր է, ու մենք սիրելի եկեղեցի, դուք գիտեք, որ կանի մեջ շփվել եք, ծառայողական թիմի հետ շփվել եք, մենք սիրում ենք ուղղությունը։ Մենք սիրում ենք ուղղությունը, ավելի լավ է ես քեզ ուղիղ ասեմ, որ դու սխալ ճանապարհի վրա ես, քո համար կարմիր լույս կա, կագնի ու այլևս այդ ճանապարհով չգնաս, թեև դու իրավունք ունես հետո ընտրելու կգնաս թե չէ, քան քեզ հասկացնեմ, որ գիտես չի կարելի, հետո դու էլ իբր թե չհասկացար, գնա սխալ արա, հետո մեղադրի ինձ, մեղադրի ուրիշ հովի, մեղադրի ուրիշ ծառայի, այ եթե ուղիղ ասեին, սա մարդկային բնույթն է, ուղիղ խոսքը համարձակության նշան է, ուղիղ խոսքը Աստծո կամքն է, մենք ուղիղ ենք լինելու իրար հետ, մենք անկեղծ ենք լինելու իրար հետ, որովհետև ուղղությունը դա համարձակություն է, եթե սխալ ես, եթե ճիշտ ես, ու գիտեք ես Աստծուց եմ սովորել, հիշում եմ այս օրինակներն եմ բերել ձեր համար,
աղոթքի մեջ էի, մեղք էի գործել, ու ինքս ինձ արտարացնում էի աղոթքի մեջ։ Դե Տեր Աստված, դու տեսար, այս վիճակն էր, գնացի, եթե այս պահին ես սուտ չխոսայի, դու գիտեր ինչ էր լինելու, գուցե չեմ հիշում, ուղղակի պատմություն եմ հորնում, պատմում։ Գուցե չգիտեմ, ինձ աշխատանքից կրճատեն, եթե այդ սուտը չխոսայի, դե ամեն բան քո առաջ է, դու ամենակարող Աստված ես, դու տեսնում ես, որ ես ստիպված էի, ու գիտես, պես Աստծուն հեքիաթ էի պատմում, կներեք այս բառից համար։ 5 րոպե, 10 րոպե Աստծուն համոզում էի, ճիշտ է, ես մեղք եմ գործել, բայց դու գիտես ինչու համար եմ գործել, ես չէի կարող չգործել։ Մի անգամ Սուրբ Հոգին խոսեց իմ հետ ասելով. Ավել լավ է, եթե գող ես, ասես գող եմ, քան ինքդ քեզ արտարացնես իմ առաջ։ Ուզում ես ինքդ քեզ արտարացնել, թե Հիսուսի այրունը արտարացնի։ Գիտես, ես դեղ կագնա։ Դրանից հետո սովորեցի մի բան։ Երբ որ մեղք էի գործում, կանգնում էի իր առաջ ու ասում էի. Տեր ներիր ինձ, ես սուտ եմ խոսացել։ Տեր ներիր ինձ, ես անվայել բառեր եմ օգտագործել։ Տեր ներիր ինձ, ես դադել եմ։ Տեր ներիր ինձ, ես գողացել եմ։ Տեր ներիր ինձ, ես էս եմ արել։ Էլ մնացածը չէր է դաշկրում։ Դրանից հետո հավատքով ընդունում էի Քրիստոսի այրան աշտարացումը, փառաբանում էի, կարողություն էի խնդրում, զորություն էի խնդրում, բայց դատարեցի ինքս ինձ արտարացնելուց, որովհետև ինքներս մեզ արտարացնելով աստվածային աշտարություն երբեք չենք ունենա։ Ու այս ուղղությունը իրականում կարևոր է, ու սա մեզ դարձնում է էլ ավելի համարձակ։ Կա իրավիճակ, որ Աստված երբեք ու երբեք մեզ չի բացատրում քայլերը, բայց միշտ խոստանում է մեր կյանքի մեջ ներկա լինել։ Կան բաներ մենք չենք հասկանում։ Այո, չենք հասկանում, ուղղակի հավատքով գնալու ենք, ինչու համար եմ շատ աղոթելու, ինչու համար եմ եկեղեցական կյանք ունենալու, ինչու համար եմ եկեղեցական կյանքից չբաժանվելու, ինչու համար է կարևոր եկեղեցական ծածկոցը, հովական ծածկոցը, ինչու համար է կարևոր, որ ես ծառայեմ Աստծուն։ Գիտեք, շատ բաներ գուցե չեմ հասկանում, բայց եթե մի բանը կարևոր է, ես հավատքով առաջ եմ գնում։ Եվ վստահում եմ Տիրոջ խոստումին, որ նա երբեք ու երբեք ինձ չի թողնելու։ Ուղղակի ես իմ հնազանդության դիրքը բերում եմ նրա առաջ վստահելով իրեն։ Գիտեք, վստահությունը, Տիրոջը վստահելը, անգամ դրա մեջ մենք համարձակ ենք լինելու։ Շատ մարդիկ հավատում են, որ Աստված կա, բայց չեն հավատում, որ Աստված իրանց բժիշկն է։ Հավատում են, որ Աստված կա, բայց չեն հավատում, որ Աստված կարող է իրանց ընկած տեղից բարձրացնել։ Հավատում են, որ Աստված կա, բայց չեն հավատում, որ ամենակարող Աստված կարող է այս երկրի մեջ մի նոր արթնության պատմություն գրի։ Քանիստ եք հավատում։ Քանիստ եք հավատում, որ Աստված կարող է արթնության պատմություն գրել այս երկրի մեջ։ Ուզում եմ ծափարեն այն մարդիկ Տիրոջը, ովքեր հավատում են։ Այո, Տեր, մենք հավատում ենք։ Մենք հավատում ենք, Տեր։ Այո, Աստված իմ։ Այո, Աստված իմ, շնորհակալ եմ։ Երկրորդ Կորինթացիների թղթի մեջ 5-7 համարը ասում է, որովհետև մենք հավատքով ենք գնում ու ոչ թե երևույթով։ Շատ անգամ մենք ուզում ենք երևույթ ինչ-որ հայտարարություն անելու համար, փնտրում ենք երևույթ ինչ-որ ուղղությամբ գնալու համար, Աստված մեզ կանչել է հավատքով գնալու համար, ու եթե մենք համարձակությամբ չենք կանգնում, մենք չենք կարող հավատքով ընտանանք, քայլել ոչ թե տեսնելով, այլ հավատքով, մենք հավատքով ենք քայլելու, գիտեք, երևույթը միշտ կանչող է, բայց երբ որ չես տեսնում ու հավատում ես Աստծո խոստումներին, սա լրիվ մի հատ ուրիշ մագարտակ է։ Ու սրա մեջ մենք իրականում ամեն մեկս կարիք ունենք համարձակությամբ կանգնելու։ Գիտես, երբեք ու երբեք թույլ մի տու վախը կանգնեցնի քեզ։ Վախը խոսի քո ագանջներին։ Այս բանը չի լինի, իսկ եթե չեղավ, իսկ եթե չհաջողվար, համարձակությունը մխժվում է վախի ոգու մեջ ու բերում է լույսը, բերում է հաղթանակն ու օրհնությունը։ Ու խնդրում եմ ամեն մեկը ձեր կյանքին ուշ դարձրեք։ Շատ անգամ մեր ամեն մեկի կյանքի պարտության պատճառը անհամարձակությունն է եղել։ Գիտեք, ամեն ինչի մեջ համարձակ մարդիկ իրանք հաջողակ են։ Ամեն ինչի մեջ։ Ու մեր կյանքի մեջ գալու է մի պահ, ու ես վստահ եմ այդ պահը կա ու շատ անգամ մենք փորձառաբար ապրում ենք։ Դու որքան լսվում ես Սուրբ Հոգով, դու դադարում ես որևէ բանից վախենալ։ Ուղղակի դադարում ես վախենալ։
Ինչու համար, որովհետև Տիրոջ հոգու լեցունությունը քո մեջ է, որովհետև դու հավատքով առաջ ես շարժվում, դու հավատում ես Տերը խոստացել ու ինքը հավատարիմ է անելու համար, հավատարիմ է կանգնելու համար, հավատարիմ է արթնություն բերելու համար, դու չես վախենում խոսել արթնության մասին, որովհետև հավատում ես Տիրոջ խոսքին, անգամ գիտես սրա համար անգամ համարձակություն է պետք, ու մենք կանչված ենք այս համարձակության դիրքի մեջ կանգնելու թե մեր անձնական կյանքի մեջ, թե ընտանիքի մեջ ու թե եկեղեցու մեջ, այո, արթնություն է լինելու, Աստծո փառքը ավելի զորավոր ձևով հայտնվելու է, մենք ապրելու ենք այդ փառքի մեջ, մենք վայելելու ենք Տիրոջ խոստումները եւ Աստված ամեն մեկից կանչել է այդ պահի մեջ, այդ օրհնությունների մեջ մաս ու բաժին ունենալու համար, բայց այսօր ենք, որ մենք որոշում ենք կայացնելու, արդյոք ես կկանգնեմ դրա մեջ, արդյոք ես մինչև վերջ կգնամ, արդյոք ես կհամարձակվեմ, արդյոք ես չեմ վախենա, որովհետև գինը, որը մենք վճարելու ենք արթնության համար, միմիայն անվախ մարդիկ են, որ կարող են կանգնել ու վճարել, միմիայն այն մարդիկ են, որ կարող են կանգնել ու վճարել, ովքեր համարձակությամբ կմխժվեն խավարի մեջ, ովքեր համարձակությամբ կնախաձեռնեն աղոթք, որի պատասխանը երբեք ու երբեք իր ծայրը չի երևում, ովքեր կաղոթեն հիվանդի համար, որին բժիշկը ասել է այլևս ինքը չի ապրելու, սա է համարձակությունը, սա է իրական հավատքը, ու Աստված մեր ամեն մեկին կանչել է այս հավատքի ընթացքը ու կյանք ունենալու համար։ Համարձակությունը ամեն օր անում է փոքր, բայց հաստատուն եւ հավատարիմ քայլեր։ Համարձակությունը ամեն օր կառուցում է, ամեն օր փոքր քայլերով ինքը առաջ է գնում, ինքը հավատարիմ է մնում աստվածային արժեքներին, ինքը չի դադարում աղոթելուց, ինքը շարունակաբար առաջ է շարժվում։ Գիտեք, ամենամեծ խնդիրներից մեկը հետևյալն է, մենք շատ անգամ առաջ ենք գնում ոչ թե համարձակությամբ, այլ ոգևորությամբ, ոգևորվեցինք աղոթեցինք, ոգևորվեցինք ընծայվանք, ոգևորվեցինք կբանք եկեղեցուն, ոգևորվեցինք ծառայեցինք, անցավ 1 ամիս, 2 ամիս, արդեն սառել է, էլ չեմ ուզում շատ աղոթել, էլ չեմ ուզում կան հավատարիմ լինել ծառայությունների մեջ, ու 100 ու 1000 պատճառներ կան այդ ամենի համար, համարձակությունը ամեն օր փոքր քայլերով շարունակում է առաջ շարժվել, երբեք չկանգնելու մտադրությամբ, շարունակում է աղոթել, շարունակում է հարատևել եկեղեցական ընթացքի ու կյանքի մեջ, շարունակում է հարատևել իր նվիրումի մեջ։ Գիտեք, անգամ մի բան, որ ես սկսեցի հայտնաբերել հետևյալն է, համարձակ մարդիկ է, որ աղոթքի կյանք ունեն։ Այո, իրականում համարձակ մարդիկ են, ովքեր աղոթքի կյանք ունեն։ Վախկոտ մարդը, երկճոտ մարդը չի կարող աղոթքի կյանք ունենալ։ Ու եթե քո անձի մեջ, քո կյանքում չկա աղոթքի իրական փոխհարաբերություն Տիրոջ հետ, ուրեմն նա իր սրտիդ մեջ գուցե երկճոտությանը տեղ է տվել։ Գիտեք, երկճոտությունը երբեք չի ասի ոչ, ուղղակի կասի հետո։ Երբեք չի ասի մի աղոթի, ուղղակի կասի հետո աղոթի։ Երբեք չի ասի այլևս աղոթքը պետք չէ, ուղղակի կասի թե մի օր կաղոթես, թե մի օր կծառայես, թե մի օր կնվիրվես, թե մի օր կկանգնես, սա երկճոտության ոգու կորձնեությունն է, ու քանի որ ինքը չի ասում երբեք, մենք մտածում ենք, երևի հոգուց է, երևի Սուրբ Հոգին է ասում, մենք սկսում ենք ամեն բան մեզ հարմարեցնել, գիտեք, երկճոտությունը ամեն իրավիճակի մեջ հետաձգում է աստվածայինը քո կյանքի մեջ, հետաձգում է աղոթքի հարաբերությունը քո կյանքի մեջ, հետաձգում է համարձակությամբ կանգնելը քո կյանքի մեջ, բայց մենք ամեն օրվա փոքր հաղթանակներով մենք նախապատրաստվում ենք էլ ու էլ ավելի զորավոր գործերի համար, ամեն օրվա հարատև մեր քայլերով։ Գիտեք, ես վստահ եմ ամեն մեկս, մեր ամեն մեկի համար կա ժամանակ, երբ դժվար է աղոթել, կա ժամանակ, երբ դժվար է կանգնել Տիրոջ առաջ։ Եթե ձեր մեջ մեկը կա, որ իր համար դժվար չէ, ես ուզում եմ խոստովանվել, կա ժամանակ դժվար է աղոթել, բայց դժվար է մինչև այն պահը, երբ որ ես կանգնում եմ աղոթքի, երբ որ սկսում եմ մոտենալ Տիրոջը, ընդամենը 5 րոպե, 10 րոպե հետո ասում եմ, Տեր, շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ։ Մի Աստծո ծառա գեղեցիկ մի խոսք է ասում, հենց այն պահին, որ դժվար է աղոթել, ճիշտ ժամանակն է դժվար աղոթքի։ Ճիշտ ժամանակն է դժվար աղոթքի, որովհետև ճեղքումը գալիս է այն ժամանակ, երբ որ դու համառորեն կանգնում ես, երբ որ դու որոշում ես կանգնել, երբ որ դու որոշում ես չզիջել, այս է համարձակությունը։
Համարձակությունը ուղղակի ինքդ քեզ ուժեղ մարդու տեղ դնելը չէ։ Համարձակությունը ինքդ քեզ քաջալերելը չէ, որ դու գիտես ինչքան զորավոր ես, դու գիտես ինչեր ես արել, քո մասին լեգենդներ են պատմում, այդ ամենը ուղղակի մեծ զերո է։ Համարձակությունը համարձակ որոշում կայացնելն է աղոթքի կյանք ունենալու համար։ Համարձակ որոշում կայացնելն է եկեղեցական կյանք ունենալու համար։ Համարձակ որոշում կայացնելն է նվիրվելու ու ծառայելու համար։ Համարձակ որոշում կայացնելն է ամեն օր աղոթքի ժամ ունենալու համար։ Ամեն օր որևէ մեկին քարոզելու համար, հիվանդի համար աղոթելու համար։ Սա է իրական համարձակությունը, որ մենք կգործենք, որ մենք կշարժվենք, որ մենք կկանգնենք այդ աստվածային դիրքի մեջ։ Գիտեք, անգամ երբ որ մենք վերցնենք, ինչու համար հատուկ մարդիկ կան, ովքեր հատուկ օրհնություն ունեցան Աստծուց, որովհետև իրանք հատուկ համարձակություն դրսևորեցին։ Իրանք հատուկ ձևով կանգնան Տիրոջ առաջ։ Եթե մենք վերցնենք Աբրահամի օրինակը, Ծննդոց 22-րդ գլուխ, միայն համարձակ մարդը կգնար այն զոհաբերության, որ Տերը ուզել էր։ Վախկոտ մարդը չէր գնա։ Վախկոտ մարդը կասեր Տեր, 20 տարի երեխա չունեցա։ Հիմա ունեցել եմ արդեն մոտ 12 տարեկան է։ 12 տարի նույնպես անցել է։ Մտածում ես ինձանից այլևս հույս կա երեխա ունենալու։ Որ ես մեկին տվել ես, Իսմայելին ասաց իր կնոջը լսի, իրան վդարի, ուղարկի ուրիշ տեղ։ Ես մեկին տվել ես, հիմա էլ ուզում ես զոհաբերեմ։ Գիտեք, համարձակ մարդը կկանգներ այդ զոհաբերության մեջ։ Համարձակ մարդիկ են համարձակվում Տիրոջը ծառայության մեջ կանգնելու, որովհետև երբ որ դու կանգնում ես ծառայելու, ինքդ քեզ նվաճելու ես, ինքդ քեզ համապատասխան ես դարձնելու։ Ինչու համար շատ մարդիկ հետաքրքիր է նվիրված են, հավատարիմ են, առաջարկում ես ծառայություն չեն ուզում, որովհետև երբ սկսեցին ծառայություն գուցե բախում լինի, այո կլինի, երբ եկեղեցական կյանքով ապրան գուցե բախում լինի, այո լինելու է, բայց համարձակ մարդիկ կկանգնեն լուծման գնալու համար։ Ու Տերը մեզ կանչել է համարձակությամբ կանգնելու համար։ Ուզում եմ մի քանի կետ ասեմ արագ եւ աղոթենք։ Որպես էլ ավելի համարձակությունը զարգանա քո կյանքի մեջ, մի քանի կարևոր բանալիներ եմ ուզում ասեմ։ Հռչակիր ճշմարտության խոսքը հավատքով։ Անկամ քո կյանքի մեջ ամեն օր հռչակում արա։ Այո, ամեն բան ես կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Այո, ամեն բան կարող եմ։ Գիտեք, այս խոսքը փորձառաբար ինձ շատ է օգնել։ Ես հիշում եմ իմ կյանքի ամենածայրահեղ, ամենադժվար ժամանակներում, դուք շատերդ կհիշեք մեր սիրելի հովի Տիրոջ մոտ գնալու ժամանակ, գիտեք, կային տարբեր խնդիրներ, եկեղեցական, մեր հովը չկար, եկեղեցին ինչ որ ձևով վնասված էր, չեմ էլ ուզում հիշել, բայց վստահ եմ շատերդ կհիշեք, գիտեք, ընդամենը մեկ խոսք է ինձ պահել։ Ես անգամ խոսելով ման էի գալիս, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Գիտեք, շատ դժվար է մի հատ հենարանի, մի հատ սյունի, մի հատ եկեղեցու հիմնադիրի, հովի, հոգևոր հոր երկինք ճանապարհես։ Հետո դրանից հետո կա հարյուրավոր անորոշություններ, կան խնդիրներ, կա եկեղեցական խնդիրներ, կա բախումներ ուրիշների հետ։ Ու այս ամեն ինչի մեջ ընդամենը մեկ խոսք, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ու կարող եմ ասել, շնորհակալ եմ ինձ զորացնող Քրիստոսին հենց այսօրվա համար, որովհետև մենք ամեն բան միասին կարողացանք մեզ զորացնող Քրիստոսով։ Ուզում եմ միամ ծափարենք մեզ զորացնող Քրիստոսին։ Այո Հիսուս, այո Հիսուս, այո Հիսուս, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր։ Այո, համարձակության հռչակումը կարևոր է։ Երկրորդ կարևոր բան, աղոթքի մեջ քաջություն ունեցի, աղոթելու քաջություն ունեցի։ Գիտեք, քաջություն է պետք աղոթելու համար։ Համարձակություն է պետք աղոթքի հարատև կյանք ունենալու համար, որովհետև միշտ կան պատճառներ մեզ կանգնեցնելու համար, բայց համարձակություն ունեցի աղոթելու։ Երրորդ կետը սրբության մեջ համարձակ եղի։ Միշտ կան գայթակղություններ, կան դժվարություններ, կան խնդիրներ, բայց քո որոշումը այնքան ուժեղ թող լինի, որ սրբության կյանք ունենալու համար համարձակություն դրսևորես։
օրես։ Գիտեք, ամենահամարցակ մարդկանցից մեկը ով էր Աստվածաշնչի մեջ։ Գուցե երբեք չենք մտածել, ամենահամարցակ մարդկանցից մեկը Հովսեփն էր, ով փախավ իր սրբությունը պահելու համար, ով կագնավ իր սրբությունը պահելու համար։ Սրբության մեջ մենք համարցակ ենք լինելու, մեղք չգործելու մեջ մենք համարցակ ենք լինելու։ Եթե վախեցար ու մտածեցիր, հետո ինչ է լինելու, եթե չխապեմ, հետո գուցե խոսեմ վրես, ինչու համար ճշմարտությունը ասացիր, մի քիչ ծռեր, մի քիչ խորագիտություն աներ, իմաստություն կիրառեր, համարցակ եղի պահելու քո սրբությունը, համարցակ եղի չսդելու համար, համարցակ եղի պարկեշտության մեջ մնալու համար, համարցակ եղի չպամպասելու համար, համարցակ եղի եղբորը չտադելու համար, քրոջը դանուն չտնելու համար։ Այո, այս ամենի համար համարցակություն է պետք։ Համարցակություն է պետք, որ սիրտդ լցված է, դառնացած է, բայց չես պամպասում։ Համարցակություն է պետք, որ տեսել ես սխալը, բայց չես տադում։ Այո, այս ամենի համար համարցակություն է պետք։ Ու Աստված մեզ կանչել է այս տեսակ սրբություն ապրելու համար, որի համար եկեղեցի դու կանգնելու ես Հիսուսի անունով համարցակության մեջ, համարցակությամբ գործի։ Գիտեք ինչ է նշանակում համարցակությամբ գործել։ Համարցակությամբ աղոթի հիվանդների վրա։ Շատ անգամ մենք մտածում ենք, չէ, Տեր, մի հատ սուտ, մի հատ միֆ, մի հատ սխալ անաստվածային բան, մինչև վստահ չլինեմ, որ կբժշկվի, չեմ աղոթի։ Երբեք էլ կյանքում վստահ չես լինել։ Հարյուրավոր, հազարավոր անգամ աղոթելու ես, տասնյակները, հարյուրները բժշկվելու են։ Փառք Աստծո է տասնյակի ու հարյուրի համար։ Չգիտեմ ինչու 900-ը չբժշկվեց, բայց իմ գործը աղոթելն էր։ Ես կանչված էի աղոթելու համար։ Ես կանչված էի չվախենալու ու աղոթելու համար։ Կանչված էի Հիսուսի այրունը կանչելու համար։ Կանչված էի այդ պահին, այդ ազնվորությանը քաջալերելու ու մխիտարելու համար, որ Հիսուսը կարող է քեզ բժշկել։ Մի հատ իրան հույս տալու համար, թե ինչու համար չբժշկվավ։ Գուցե հետո մտածենք, բայց այդ պահին մեր գործը համարցակությամբ առաջ գնալն է։ Բայց գիտեք մի բան, որ ունեմ շատ ու շատ վկայություններ, երբ որ մենք կանգնում ենք համարցակությամբ ճեղքում է եկել։ Անկամ վկայություն ունեմ, այս վերջի վկայությունը, որ չեմ ուզում շատ բացել այս վկայությունը, բժիշկը Փառացի ասել էր, ինքը չի ապրելու, ինքը չի կարող այս վիճակից դուրս գա։ Բժշկի խոսքը Փառացի փոխանցել էին ինձ, բայց ես դրա հակառակ վերցրեցի ու հաղորդագրություն ուղարկեցի։ Ինքը ապրելու է Հիսուսի անունով։ Ես խոսում եմ կյանքը իր վրա։ Ինքը բարձրանալու է, բժիշկները տեսնելու են այդ հրաշքը։ Տերը զորավոր Աստված է։ Մենք ամեն բան կարող ենք մեր Աստծով։ Գիտեք, բժիշկները սխալ մարդիկ չեն։ Բժիշկները փաստում են այն իրականությունը, որը կա, բայց այն իրականությունը, որը ունի երկինքը, միմիայն համարցակությամբ ու աղոթքով է, որ մենք կարող ենք բերել երկրի վրա։ Ու մենք կանչված ենք հենց այս առաքելությունների համար։ Մենք կանչված ենք համարցակությամբ կանգնելու հիվանդների վրա աղոթելու համար, Տիրոջ կամքը հռչակելու համար, մարդկանց ուղղորդելու դեպի Տերը։ Սա է մեր ամեն մեկի կոչումը։ Ինչու համար չենք աղոթում, որովհետև վախենում ենք։ Համարցակությունը վարակիչ է։ Իրականում համարցակությունը փոխանցվող է։ Երբ որ ես ձեր հետ խոսում եմ, ես վստահ եմ, ամեն մեկիդ մեջ մի բան է բարձրանում։ Ամեն մեկիդ մեջ մի բան է բարձրանում։ Ուզում եմ անգամ ում մեջ որ ինչ որ մի բան է բարձրանում, ձեզ ուղղորդեմ, գնացեք գտեք այն հիվանդին, որը գուցե ձեր տան մեջ է, ձեր հարևանն է, ձեր բարեկամն է, ժամանակ մի կորցրեք, գնացեք խոսացեք ավետարանը, ձեր ձեռքը դրեք իրանց վրա ու աղոթեք։ Աղոթեք ու ասեք Հիսուսի անունով, թող կա Տիրոջ բժշկությունը, Հիսուսի անունով քո կյանքի մեջ թող ճեղքում կա, Հիսուսի անունով քո մարմինը թող լինի բժշկված։ Այո, գնացեք եւ արեք, գնացեք եւ արեք, եւ ես վստահ եմ, եթե 100-ը անեն, տասնյակ վկայություն կունենանք, 1000 անեն, հարյուրավոր վկայություններ կունենանք։ Ինչու համար, որովհետև մեր Աստված զորավոր եւ ամենակարող Աստված է։ Մեր Աստված զորավոր եւ ամենակարող Աստված է։ Եղեք այն մարդկանց կողքին, վերջի խորհուրդը տամ ու աղոթենք։ Գտնվեք այն մարդկանց կողքին, ովքեր կքաջալերեն ձեզ, ովքեր կբարձրացնեն ձեզ։ Այո, մենք ամեն մեկս թերություն ունենք։ Մենք կարող ենք ժամերով խոսել իրար թերությունների մասին։ Մենք կարող ենք շատ խոսել մարդկային բնույթի թերությունների մասին, բայց այդ ամենը մեզ ոչինչ չի տա։
բայց երբ որ մենք քաջալերում ենք իրան, երբ որ ասում ենք դու կարող ես քեզ զորացնողով, դու կարող ես համարձակությամբ կանգնել, դու կարող ես ճեղքել կարմիր ծովը, դու կարող ես այս հիվանդության մեջ հրաշք ունենալ, Աստծո փառքը երևա քո կյանքի մեջ, երբ որ մենք քաջալերում ենք իրար, այս սա կանգնեցնում է մեզ, մեր հավատքը աճում է այն ժամանակ, երբ որ մենք քաջալերում ենք իրանց, ինքդ քեզ շրջապատից դրական մարդկանցով, գիտեք շատ փիլիսոփաներ կան այս երկրի վրա, գուցե իրանցից մեկն է ես եմ եղել կամ հիմա էլ եմ, շատ բաներ մենք կարող ենք ասել, փիլիսոփայական, տարբերակներ, վերսիաներ, այ եթե էսպես, այ եթե այնպես, այդ ամենը իր հեշտին, ես չեմ ասում փիլիսոփայությունը սխալ է, վերլուծություններ չկա, ես ինքս վերլուծող մարդ եմ, բայց գտնվի այն մարդկանց կողքին, ովքեր քեզ թևեր են տալու, ովքեր քեզ բարձրացնելու են, անգամ եթե սխալվես, ավելի հաջողակ կլինես, համեմատած այն մարդկանց կողքին լինելու, ովքեր միշտ խոսում են վախից, ովքեր միշտ խոսում են կրոնից, ովքեր միշտ խոսում են կարելի ու չի կարելից, ովքեր ավելի շեշտը դնում են մեր մարդկային թուլության վրա, քան Աստծո զորության վրա։ Այո, մարդկային էությունը թույլ է, բայց այդ թույլ էության մեջ ամենակարող Աստծո զորությունն է ապրում։ Այդ թույլ էության մեջ, այդ կավե անոթների մեջ Տիրոջ հոգին է բնակվում, Սուրբ հոգին է բնակվում, ու մեր շեշտադրությունը ոչ թե լինելու է մեր տգարությունները, այլ լինելու է Տիրոջ հոգու զորությունը, որը հենց այս անոթների մեջ է, մեր մարմին տաճարների մեջ է, ու այդ ժամանակ է, որ մենք կարող ենք կանգնել եւ հավատքով ասել. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Երեմիա մարգարեության խոսքը հետևյալն է, 29, 11-ից 14 համարները կարող եք ուղղակի գցել, չեմ կարդա ձեր համար, բայց խոսքը հետևյալն է. Աստծո խորհուրդները ձեր համար լավագույնն է, օրհնությունն է, բարձրությունն է, հաղթանակն է, բժշկությունն է, դեպի արթնությունն է, սա է Աստծո խորհուրդները ձեր համար, սա է Աստված մտածում իր յուրաքանչյուր զավակի համար, ու շատ անգամ ես բերել եմ այս օրինակը, շատ անգամ մենք մեր մտքի հավատամքի մեջ մտածում ենք, որ մենք Աստծուց ավելի առավել ու բարի ենք, ու այդ պատճառով ուզում եմ քեզ հարց տամ. Երբեք որևէ մեկս չենք երազի, որ մեր երեխան ունի հիվանդություն ու մնա հիվանդության մեջ, չենք երազի, որ ունեցել է պարտություն ու կոտրվի, չենք երազի, որ ինքը երբեք հաղթանակ չունենա, չենք երազի, որ ինքը թույլ ու տգար լինի, հակառակը մենք կերազենք մեր երեխաների համար լավագույնը, մենք ամեն ջանքը կանենք լավագույնը ունենալու համար, բայց չգիտեմ ինչու համար, մենք մտածում ենք, որ Աստված ուղղակի իր զավակներին կթողնի հիվանդության մեջ, տգարության մեջ, պարտության մեջ, ծանր անաստվածային վիճակի մեջ, ոչ, ամենակարող Աստված հենց քո Աստվածն է, եւ Աստված քեզ կանչել է օրհնելու, զորացնելու, բարձրացնելու, բժշկելու, քո կյանքի միջոցով շատերին բժշկելու եւ օրհնություն լինելու համար։ Ուզում եմ կանգնենք ոտքի աղոթքի համար եւ ասենք. հայ, շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ քեզ համարձակության հոգի, շնորհակալ եմ քեզ Սուրբ հոգի, որ դու իմ կյանքի մեջ ես, որ դու իմ մարմինը դարձրել ես տաճար, որը լինելու է փառքի մեջ, որի մեջ տարածվելու է փառքը։ Շնորհակալ եմ հավիտենական արքա, խնդրում եմ ամեն մեկը բարձրացրեք ձեր աղոթքը դեպի Տերը, բարձրացրեք ձեր աղոթքն ու աղաղակը դեպի Տերը։ Շնորհակալ եմ սիրելի Սուրբ հոգի, շնորհակալ եմ, որ դու ես քո խոսքի հեղինակը։ Եվ մենք կանգնում ենք այդ խոսքի հեղինակության վրա եւ ասում ենք կյանքի եւ զորության հոգի, մենք համաձայն ենք քո խոսքի հետ, մենք համաձայն ենք այն զորության հոգու հետ, որը բնակված է մեր մեջ, մենք համաձայն ենք, որպես քո աստվածային զորությունը ուղղակի հոսի մեր կյանքերից, մենք համաձայն ենք, Տեր, հոգումս մի բան եմ զգում, մեր մեջ կան մարդիկ, ովքեր մերժելու են երկճոտությունը։ Այո, սիրելի քույր ու եղբայր, դու այսօր մերժելու ես երկճոտությունը, մերժելու ես երկճոտությունը, մերժելու ես որոշում չկայացնելու երկճոտությունը, մերժելու ես քեզ վախի մղող երկճոտությունը, դու կանգնելու ես համարձակությամբ, շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ Աստված իմ, շնորհակալ եմ Աստված իմ, շնորհակալ եմ Աստված իմ,
Խնդրում եմ քեզանից սիրելի Սուրբ Հոգի։ Խնդրում եմ քեզանից սիրելի Սուրբ Հոգի։ Ամեն մեկս այս տաճարի մեջ քո ներկայության առաջ ենք։ Այս տաճարի ամեն մի քարը քո ներկայության առաջ է։ Այս տաճարի ամեն մի քարը, որին դու ես կերտել, որին դու ես գնել, որին դու ես սրբագործել, քո ներկայության առաջ է։ Խնդրում եմ, որպեսզի քո հոգու քամին փչի եւ հեռացնի ամեն երկճոտությունը, ամեն անաստվածայինը եւ ամեն մեկին կակնեցնի համարձակության դիրքի մեջ։ Ամեն մեկին կակնեցնի համարձակության դիրքում իր որոշումների մեջ։ Այո, Տեր, մեր որոշումները թող սնվեն ոչ թե վախի ոգուց, այլ քո հոգուց։ Մենք ուզում ենք ընտրություն կատարել ոչ թե երկճոտությունից, այլ քո հոգու զորությունից, Տեր։ Մենք ուզում ենք մեր որոշումներն ու ընտրությունը լինի հավատքից շարժված, հավատքից շարժված։ Շնորհակալ եմ Սուրբ Հոգի, Տեր Հիսուսի անունով, հենց այս մթնոլորտի մեջ ես հռչակում եւ ասում եմ, թող կոտրվի լուծը, թող կոտրվի լուծը, թող կոտրվի լուծը, թող կոտրվի լուծը։ Ուզում եմ մի բանի մեջ կոչ անեմ։ Եթե հենց հիմա դու հիշում ես քո կյանքի մեջ 3 կայացրած որոշում, որի արդյունքում 3-ն էլ սխալ է եղել, ու 3-ն էլ դու կայացրել ես վախի պատճառով, խնդրում եմ աղոթիր ու միաժամանակ լսիր։ Եթե հենց հիմա դու հիշում ես 3 որոշում, որոնք կայացրել ես վախի ազդեցության տակ, դու ունես կարիք, որպեսզի վախի լուծը կոտրվի քո կյանքից, կոտրվի քո կյանքից։ Ու եթե դու հիշում ես, խնդրում եմ, եթե դու հիշում ես, որ այդ 3 որոշումներն էլ եղել են վախի ազդեցության տակ, երկճոտությունից, ուզում եմ, որպեսզի առաջ գաս աղոթքի համար, առաջ գաս աղոթքի համար։ Գիտեք, նորից ուզում եմ հիշեցնեմ, մենք Տիրոջ առաջ ենք, ու իմ համար կարևոր չէ, թե ձեզանից ով իմ համար կասի, որ ես վախկոտ ու երկճոտ եմ։ Իմ համար կարևոր է, թե ինչ կասի Աստված, կարևոր է, թե ինչ կասի Աստված։ Ու եթե ձեր մեջ կան նման մարդիկ, ու այո, ձեր մեջ կան նման մարդիկ, ուզում եմ առաջ գաք աղոթքի համար։ Մենք այսօր կոտրելու ենք երկճոտության լուծը, կոտրելու ենք երկճոտության լուծը եւ վախի ոգուն ձեր կյանքերից ասելու ենք ոչ։ Շնորհակալ եմ սիրելի Հիսուս։ Շնորհակալ եմ սիրելի Հիսուս։ Խնդրում եմ սիրելի եկեղեցի աղոթեք, բարձրացրեք ձեր լեզուների աղոթքը, բարձրացրեք ձեր լեզուների աղոթքը, ձեր ուշադրությունը, ձեր կենտրոնացումը թող աղոթքի կենտրոնացումից այն կողմ չգնա։ Տիրոջ առաջ կանգնեք անկեղծությամբ։ Շնորհակալ եմ հավիտենական Արքա։ Շնորհակալ եմ հավիտենական Արքա։ Շնորհակալ եմ հավիտենական Արքա։ Մի մարտահրավեր, որ ես շատ անգամ տալիս եմ մարդկանց ասելով։ Եթե քո կյանքի մեջ ամեն ինչ նորմալ է, ու դու ամեն անգամ ճիշտ որոշում ես կայացրել, եթե քո կյանքի մեջ ամեն ինչ նորմալ է, ու դու ամեն անգամ համարձակությամբ առաջ ես գնացել, ամեն անգամ ճիշտ ընտրություն ես կատարել, ինչու համար ունես այն, ինչը որ հիմա ունես ու որը նեղում է քեզ, որն է դրա պատճառը։ Գիտեք, Տիրոջ առաջ կարևոր է անկեղծ լինելը, Տիրոջ առաջ կարևոր է անկեղծ լինելը, անկեղծորեն կանչել Տիրոջը եւ ասել այո Տեր, ես ունեմ կարիք, որպեսզի երկճոտության լուծը կոտրվի իմ կյանքից։ Այո, այսօր կոտրվելու է երկճոտության լուծը, այսօր կոտրվելու է երկճոտության լուծը։ Շնորհակալ եմ հավիտենական Արքա, շնորհակալ եմ հավիտենական Թագավոր, քո անունը թող օրհնյալ լինի, քո անունը թող սուրբ լինի։ Եկեղեցի խնդրում եմ բոլորդ բարձրացրեք ձեր լեզուների աղոթքը, բոլորդ բարձրացրեք ձեր լեզուների աղոթքը, կանչեք նրա անունը, այո ինքները ձեր անձերը բերեք Տիրոջ առաջ, թույլ տվեք Սուրբ Հոգին խոսի ձեր հետ, եթե ձեր կյանքի մեջ կա այդ վախը, կա այդ երկճոտությունը, այսօր քո ազատագրության օրն է, այսօր քո բժշկության օրն է։ Շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս, քո անունը թող օրհնյալ լինի։ Ես խնդրում